Արշակի մորքուրի տանը հյուր ենք, պատրաստվել եմ արդեն, մնում շորս փոխեմ, երեխուն հագցնեմ ու դուրս գանք, բայց մինչև հյուր գնալը կմտնենք խանութ, երեխուն արտակին մի երկու բան կառնելու կառնենք, հետո նոր կուղևորվենք ճանապարհ։ Լավ տարվա։ Նկարել եմ։ Ստայ համերը միշտ փոխում են, մենակ են բանը, կարճ մազերով կյար նախճիկներ հիմնական մնում։ Դե ինչ ես անում։ Распаковка чек։ Լավ սա դիտարկենք որպես հումոր։ Իրականում գնացինք խանութ եկանք, մի քանի բան ենք առել, դա եմ ուզում ձեզ ցույց տամ հիմա։ Մի քանի բան։ Ընդամենը։ Առաջինը, հիմնականում ինչ առել ենք արտակի համար, թարմացնել էր պետք արտակի շորերը։ Նոր տարվա համար սաձիկում հագնելու մայկա։ Սա ու այս շորտիկը արտակի համար ինչն է, որ երբեք շատ չի լինում, այդ նասկիները 1, 2, 3, 4 այս անգամ 4-ով պրծնենք, բայց հետագայում էլի է պետք գալու կալգոտկաներ տղաների 1, 2, 3 որովհետև հեսա շատ սուրտ է լինելու ու այստեղ Ռուսաստանում հիմնականում երեխեքին հագցնում են այս ձևի շալվարներ ներսը սենց, որ ինքը ոնց որ կուրտկի մատերիալ լինի, շատ տաքապահում երեխեքին, դրա համար հիմնականում սրանք են հագցնում, իսկ որպեսզի ավելորդ երեխեքին չծանրաբեռնեն շատ շորերով, ուղղակի տակից ռետուս վերևից էս, իրանց ավելի հեշտ է լինում սաձիկում նույնպես հագնելու համար, ուղղակի կալգոտկայի վրայից շալվարը հագնում դուրս են գալի։ Անցած տարի իր շալվարը արդեն փոքրացել էր իր վրա, այս տարի նորը վերցրեցինք։ Արտակի շալվար, էլի են ինչը, որ մեր մոտ երբեք շատ չի լինում։ Հա, ու տատին պապին էլ էին արտակին շորեր առել։ Շալվար։ Ուղղակի արտակ ինքա շուտ է մեծանում առհասարակ այս իր շորերից, որ չես հասցնում ոչ մի բան հագցնես, էլի ներսը սենց տակ, քանի որ մենք ապրում ենք ռադայում, դա պարտադիր պայման է, ու բադալասկա, այսինչ շատ սիրուն։ Արտակը շուտով սաձիկում ֆոտոսեսիա կունենա, դրա համար այս ծև շալվարն եմ վերցրել, բայց թե ինչ հետը կհագցնեմ, դեռ չգիտեմ, որովհետև համապատասխան ինչ-որ բլուսկա չունի, երևի մոտորերս մի հատ կիշնենք մոլ, ման կգանք, տեսնենք ինչ սվիտեր կամ ինչ-որ հետաքրքիր մի բան կարելի է գտնել հետը հագցնելու համար ֆոտոսեսիայի անում, առհասարակ նկատել եմ, որ ես ավելի շատ գնումներ եմ անում հենց Վալբրիս, Օզոն, տենց ինչ-որ տեղերից, ավելի հարմար տարբերակներ եմ գտնում իմ համար, բայց որ սենց ման կամ օֆլայն տարբերակով ինչ-որ մի բան գնեմ, ինձ այդ
շոտ հազվադեպ է լինում, ընդհանրապես, որ մենք տրամադրում ենք մեզ, որ պիտի գնանք այդ օրը իմ համար ինչ-որ մի բան առնելու, այդ օրը առնում ենք Արշակին ու հակառակը, երբ որ տրամադրվում ենք, որ պիտի գնանք Արշակին ինչ-որ մի բան առնելու, այդ օրը առնում ենք իմ համար ինչ-որ մի բան։ Վաղը Արտակը սադիկ է, սադիկից հետո պիտի մտնենք Գոսուսլուգա, պիտի պարտադիր բիոմետրիա թողես Սբերբանկում, դրանից հետո Գոսուսլուգան պիտի հաստատած լինի, չես Գոսուսլուգա պիտի մտնես բիոմետրիա հաստատես MTS-ի ցանկացած ինչ-որ կետում, որ թողեն քեզ MTS-ի կապից օգտվես, քանի որ քաղաքացի չես համարվում, եթե քաղաքացի ես, կարաս ուղղակի քարտ առնես օգտագործես, բայց մենք դեռ քաղաքացի չենք եւ պիտի մտնեմ վաղը այդ ամեն ինչը կազմակերպեմ, նամակ էր եկել, որ ամսի 5-ին քարտը բլոկ կանեն, հույս ունեմ միջև այդ կհասցնենք, մտնենք, մեր գործերն ավարտենք։ Мама, и чувствуешь трудрука сердце, мама, и все поможет, и по-другому быть не может. Լողացրել եմ, մազեր չեմ չորացրել, հիմա Արտակի հետ նկարում ենք իր դուռը զարդարելու այս ամեն ինչը, Pinterest-ում այստեղ ցույց կտամ ինչ եմ գտել ու ոնց ենք ուզում զարդարենք, ես ու Արտակն ենք ընտրել, հիմա մոտավոր սենց նկարել եմ թղթերի վրա, հեսա կդնենք ես ու Արտակը կտրենք, հետո ընթացքը ցույց կտամ, թե ոնց ենք զարդարում դուռը, ինձ թվում է շատ հետաքրքիր ու սիրուն կլինի։ Ցույց եմ տալիս ինչ ստացանք կպցնելուց ընթացքը ցույց կտամ։ Այս էլ մեր երկրորդ կերպարը պատրաստի համարյա, երրորդն ու չորրորդն էլ պատրաստ կլինի, կկպցնենք դրանը։ Ты большой молодец, мама. Вот так? Да. Хорошо. Нет. А что? Должен вот там. Вот тут? Не слишком? Արտակը կտեսնի այդ պոչտան ու կմտածի, որ ձմեռ պապին ա բերել։ Привет, друзья!